Վարչապետի Ստամբուլ կատարած այցից անցել է մի քանի օր։ Ձեզ այսօր հասկանալի է այդ այցի քաղաքական բովանդակությունը ի վերջո որն էր։ Քաղաքական բովանդակությունը մեր ակնկալածին նման հստակ առաջընթացով դուրս չեկավ հետևանքը։ Մենք ակնկալեինք, որ բանակնացներու հանդիպում են եւ այս անգամ ավելի բարձր մագարտակով Հայաստանի Հանրապետության վարչապետի եւ Թուրքիա նախագահի մագարտակով գայացող հանդիպում են եւ ավելի հստակ կարգම զարգացումներու վերահասու գլանք, բայց այդպես չեղավ։ Անոնք նախորդներու նման սովորական դրական պատկամներով ավարտեցին իրենց հանդիպումը, չեմ գիտեր թե այս հանդիպումը ինչի ծառայեց, որովհետև մինչև այս արդեն երկու բանակնացները Սերդար Կրիլիչ եւ Ռուբեն Ռուբինյանը արդեն որոշ մթնոլորտ ստեղծած էին, անոր վրա մենք կսպասեինք հավելյալ բանը եւս, այդ մեկը չեղավ։ Բայց արդյոք մենք այս խնդիրը գտցինենք միայն Հայաստան-Թուրքիա հարաբերություններու բնականոնացման ձևաչափի մեջ։ Բայց գիտեք, որ այդ հանդիպումը կայացավ բավական թեժ օրակարգի ընթացքին, որն էր իսրայելյան հարձակումը Իրանի վրա եւ Իրանին համապատասխան ուժով փոխադարձը։ Այդ պայմաններու մեջ է, որ այդ թեժ օրակարգի վրա էր, որ հանդիպումը կայացավ, հետևաբար արդյոք բոլոր խոսվածները փոխանցվեցան մեզի, թե ոչ ուրիշ ետեր ալգային այդ մասին խաղապար չունենք։ Մենք սաբավան կխոսենք կամ կմեկնաբանենք միայն կատարված պաշտոնական հաղորդումները։ Այսինքն հանդիպումը հայ-թուրքական օրակարգի մասին էր, թե հայ-ադրբեջանական է վերջո։ Ոչ, հայ-թուրքական։ Հայ-թուրքական։ Բնականաբար պիտի սպասենք, որ հայ-ադրբեջանական եթե ընդ այդ հանդիպումը կայանար Բաքուի հետ, այլ ոչ թե Իստանբուլի հետ։ Հա, չէ, մեկ օր առաջ էլ Ալիևն էր ժամանել, չէ, Ստամբուլ, այդ։ Այո, բայց այդ առումով ոչ մենք ազդանշան նկատեցինք։ Մեկ օր առաջ ճիշտ է ցերեսածը Ալիևն ալ Թուրքիա եկավ, բայց ան այցելեց Մարաշ քաղաքը, քանի որ այդտեղ երկրաշարժեն դուժած հատվածի մեջ ադրբեջանական ֆինանսավորումով նոր թաղամաս կառուցվեցավ եւ Ալիև եկավ ադոր փացումին համար։ Այդ այցելութենն ալ հավելյալ ուրիշ արտահայտություններ չլսեցինք առհասարակ։ Ամեն դեպքում այդ հանդիպմանը հետևեց տեղեկությունը, որ Էրդողանն էլ Երևան կայցելի եկող գարնան։ Այո, 2026-ի գարնան հրավերը ուղղեց արդեն վարչապետ Փաշինյանը, բայց այդ հրավերը դակավին պաշտոնական պատասխանը չստացավ։ Պարզապես առաջարկ մներ, հրավեր մներ, բայց հրավերին ընթացք պիտի դրվի, թե ոչ, այդ մեկը դակավին չէ հստակացած։ Արգելի Բակրատ, դուք այդ հանդիպանը մասնակցել եք Հայաստանի վարչապետի հետ։ Ստացաք ձեր հարցի պատասխանը։ Որոշ չափով այո, մեզ համար շատ հասկանալի է վարչապետ Փաշինյանի ստանցած ձանր փերը։ Մենք կնկատենք այդ մեկը, որովհետև պատասխանատվություն չունեցող մարդիկ շատ թյուրին ահագին բաներ գսեն, մենք անոնց կարգին ենք նաև։ Ես իմ հարցումին մեջ վարչապետին թիմեցի ըսելով, որ ծեր դիմաց եթե քազաններ գա, դուք ինչպես պիտի քոհանակ դիվանագիտական քաղաքավարության սահմաններում մեջ խոսել է։ Եթե անոնք ընդմիշտ ցեզ հետ պիտի խոսին ըսպառնալիքի լեզվով, ըսպառնական բանջներով, ինչպես պիտի մեր գամքը հստակորեն փոխանցենք իրենց, որովհետև մենք բազմիցս խոսեցանք Զանգեզուրի միջանց կոչված հասկացողության անընդունելության մասին, բայց մեր խոսակիցները դակավին նույն թեման անընդհատ օրակարգի բերելու մարմաճ ունին։ Ուրեմն իրենց հետ որ լեզվով պետք է խոսին, որ հասկանան եւ հրաժարին։ Այս էր իմ հարցումը եւ վարչապետը բնականաբար ինչ որ մենք գիտենք Արցախյան երկրորդ պատերազմի բարձունով ավարտել են իվեր միշտ կխուսափի ռազմադենչ ելույթները։ Մենք արդեն միգուցե
ռազմադենչ ելույթներու հագում ունեցողներ չենք, բայց հիշենք անցյալին, երբ որ այս տեսակի սպառնալիքներու կամ դրանքներու մասին կխոսվեր, անպատասխանատվությունը յուրացուցած մարդիկ սիրով, ուրախությամբ, հեշտությամբ, քիչ մնա քլուխնին դահկացած կսեին, էլի թող պատերազմ վիճակեն, էլի գահտենք, այս ինքնավստահությունը կար եւ այս փորձով տեսանք, որ որքան սնամեջ էր այդ մեկը։ Հիմա վարչապետը այդ լեզուին դիտումնավոր գերբով գսկուշանա եւ ասացիա գխրարադեմ շատ լուրջ խնդիր է եւ իրեն համար շատ ծանր դանելի բերմը դարձած է, որովհետեւ այդ նույն անպատասխանատու մարդիկը թյուրավ գսեն թե սա արդեն ծախված մարդ է, Ադրբեջանի կորձիչ է, Թուրքիո կորձիչ է, թուրք է եւ այլն ամեն տեսակի անհետեցություն։ Այդ նույնը անցյալին ըսած էին Լևոն Տեր-Պետրոսյանի, երբ որ պատերազմ այնադեն հաղթանակով ավարտած էր եւ Պետրոսյան ըսավ, որ Արցախը շրջապագող այդ 7 ռայոնները պետք է վերադարձնենք, որովհետեւ խաղաղության պայմանագիր կնքվի, այնադեն նա Լևոն Տեր-Պետրոսյանին հողդվող կոչած էին, այդ կոչումով, այդ բանով եւ ըսած էին, որ ինչու համար հող պիտի վերադարձնենք, մենք պատերազմեցանք, ազատագրեցինք մեր տարածքները։ Այդ մեկը սուտ էր, առաջին օրեն գիտեինք, որ այդպես չէ, առաջին օրեն որպես pedagogan գեցված, pedagogan քաղաքականություն որոշած էինք, որ մենք Արցախի անկախությունը ապահովելու ենք, Արցախի գոյությունը, անվտանգությունը ապահովելու ենք, բայց եկեք տեսեք, որ այդ մարդկանց հող արյուն հեղեցինք, հող զավթեցինք, ետ չենք դար ըսելուն արդյունքը եղավ 30 տարի վերջ բարդությունով ավարտող եւ Արցախնալ հայատապ ընող թշպախտ պատերազմը։ Այո, մենք հիմա հայրենիք գործունեություն համարելու համար թե այդ 7 ռայոններն չենք հրաժարվի, մինչդեռ այդ 7-ին, եթե նախ 2-ը, 3-ը, մինչև 4-ը Սագարգության սեղան գարենային բերել, այսօր Արցախի իր տեղը կգնար, Արցախի եւ Հայաստանի հետ գաբը չեր խզվեր, բայց ինչս է, պատմությունը այսպես է, Երանի դա այդպես լալով չլար։